Կլիման նորանոր տհաճ անակնկալներ է մատուցում։ Մենք հաճախ չենք գիտակցում, թե ինչ կարող է դառնալ մեզ համար այս կամ այն կլիմայական անոմալիան, եւ անցած շաբաթվա իրադարձությունները փետրվարի 5-ից 11-ը հստակ ցույց տվեցին դա։ ԱՄՆ Փետրվարի 6-ից հզոր ձմեռային փոթորիկ տարածվեց ԱՄՆ-ի հսկայական տարածքներում, Թենեսիից մինչև Նոր Անգլիա, այն բերեց առատ տեղումներ, մերկասառույց, ձյան տեղումներ եւ նույնիսկ տորնադո։ Միջինատլանտյան շրջանում սառցե անձրևից հետո առարկաները տեղ-տեղ ծածկված էին մինչև 11 մմ հաստությամբ սառույցի շերտով։ Ավելի քան 90,000 տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման, լարերի վրա սառցակալած ծառերի ընկնելու պատճառով։ Իսկ մերկասառույցը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել։ Հարյուրավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են, հատկապես Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի, Բոստոնի եւ Նյու Յորքի օդանավակայաններում։ Մի շարք նահանգներում նկատվել է չափազանց հազվադեպ օդերևութաբանական երևույթ, ամպրոպային սառույց, որի ժամանակ սառցե անձրևն ուղեկցվում է կայծակի եւ ամպրոպի բռնկումներով։ Արևմտյան Վիրջինիա նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել, գետերը դուրս են եկել ափերից։ Արտակարգ ծառայությունները տասնյակ գործողություններ են իրականացրել հեղեղված շրջաններից մարդկանց փրկելու համար։ Մի քանի պտտահողմեր անցել են Կենտուկի նահանգով, իսկ Թենեսի նահանգում հզոր եւ 2 տորնադոն 2 մարդու կյանք է խլել, 3-ը վիրավորվել են։ Փետրվարի 8-ից 9 ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում ևս մեկ ուժեղ ձմեռային փոթորիկ է մոլեգնել։ Որոշ տարածքներում մինչև 30 սանտիմետր ձյուն է տեղացել։ Մինեապոլիսում ձյան տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Իսկ արդեն փետրվարի 11-ից մոլեգնում էր հաջորդ փոթորիկը, ձյուն թափելով Վաշինգտոն, Բալթիմոր քաղաքներում եւ հարևան շրջաններում։ Կոլումբիայի շրջանում 4 ժամվա ընթացքում 10 սանտիմետր ձյուն է տեղացել, կաթվածահար անելով տրանսպորտը եւ հարյուրավոր չվերթների հետաձգման պատճառ դառնալով Ռեյգանի անվան օդանավակայանում։ Ձյան տեղումները ճանապարհներին քաոս են առաջացրել։ Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում մեկ օրում ավելի քան 805 վթար է տեղի ունեցել։ Կարիբյան տարածաշրջան Փետրվարի 8-ին Կարիբյան ծովում, Կայմանյան կղզիների մոտակայքում, տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են տարբեր շրջաններում, այդ թվում Պուերտո Ռիկոյում, Հոնդուրասում, Կուբայում եւ Վիրջինյան կղզիներում, իսկ ցունամիի վտանգն ի սկզբանե կանխատեսվել էր 20 երկրների եւ կղզիների համար, սակայն ավելի ուշ նախազգուշացումը չեղարկվել է։ Մերձավոր Արևելք Սառը բևեռային օդային զանգվածներով ցածր ճնշման համակարգը փետրվարի 5-ից ծածկել է Մերձավոր Արևելքի երկրները։ Դա հանգեցրել է ջերմաստիճանի կտրուկ նվազման, հատկապես լեռնային շրջաններում, որտեղ տեղ-տեղ ջերմաչափի սյուները իջել են Ցելսիուսի 0 աստիճանից ցածր։ Լիբանանում, Բեկայի հովտում, առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով փակվել են որոշ ճանապարհներ։ Հորդանանում հորդառատ անձրևներից տուժել են երկրի հյուսիսն ու կենտրոնը։ Աջլունի շրջանում 1.5 ամսական նորմա անձրև է տեղացել։ Նույն ժամանակ լեռներում ձյուն է տեղացել։ Երկրի հարավ-արևելքում անձրևներն ուղեկցվել են ամպրոպով եւ կարկուտով, ինչպես նաեւ արևմտյան ուժեղ քամիներով, որոնք երբեմն գերազանցել են ժամում 100 կիլոմետրը։ Իսկ Մանի շրջանում փետրվարի 6-ին ուժեղ ավազային փոթորիկ է գրանցվել, ինչը հանգեցրել է ճանապարհների փակմանը վատ, իսկ տեղ-տեղ զրոյական տեսանելիության պատճառով։ Ման քաղաքի կենտրոնում փոթորկոտ քամին ծառերը գցել է լարերի վրա, պոկել ջրի ցիստերններն ու տանիքներից վահանակները, կոտրել ավտոմեքենաների ապակիները։ Փոթորիկը կտրուկ ցուրտ է բերել Իսրայել։ Հիպոթերմիայից 1 մարդ մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ուժեղ քամու պատճառով ընկած ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը արգելափակել են արագընթաց ավտոմայրուղու երթևեկությունը։ Իրան Փետրվարի առաջին տասնօրյակում ցրտի, ջրհեղեղների եւ ձնապքի ալիքը պատել է Իրանի բազմաթիվ շրջանները։ Իլամ քաղաքում ձյան տեղումներն ուղեկցվել են կայծակներով ու ամպրոպներով։ Որոշ շրջաններում ձնակույտերի բարձրությունը հասել է 80 սանտիմետրի։ Ճանապարհներին ձյան թակարդներից 2.500 մարդ է փրկվել։ Քուրդիստան նահանգում ջերմաստիճանը իջել է մինչև անոմալ -21 աստիճան։
Գիլան նահանգում աննախադեպ անձրևներ են տեղացել, որոնք գետերի վարարումների և լայնածավալ ջրհեղեղների պատճառ են դարձել։ Ռեշտ քաղաքում ընդամենը մեկ օրում գրանցվել են ռեկորդային 107 մմ տեղումներ։ Տուժել է առնվազն 2000 տնային տնտեսություն։ Չինաստան։ Փետրվարի 8-ին Չինաստանի Սիչուան նահանգի Ցզինպին գյուղում սողանք է տեղի ունեցել։ Այն ծածկել է 10 տուն և 1 արտադրական շենք։ 2 մարդ վիրավորվել է։ Ավելի քան 200 մարդ տարհանվել է։ Աղետի վայրում երկրաբանական պայմանները խիստ բարդացնում էին որոնողական աշխատանքները, փրկարարները ստիպված էին աշխատանքներ իրականացնել անկայուն հողի վրա, իսկ սարից ժամանակ առ ժամանակ քարեր էին ընկնում։ Պաշտոնական տվյալներով 1 մարդ զոհվել է, 28-ը անհետ կորած են համարվում։ Ճապոնիա։ Ցածր ճնշման համակարգը ռեկորդային ձյան տեղումների պատճառ է դարձել Ճապոնիայի լայնածավալ տարածքում։ Հատկապես ծանր տուժել են Ճապոնական ծովի ափի երկայնքով գտնվող շրջանները, որտեղ 48 ժամում տեղացել է 129 սմ ձյուն, ինչը օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ Հոկայդո պրեֆեկտուրայի Օբիհիրո քաղաքում 120 սմ ձյուն է տեղացել ընդամենը 12 ժամում, ինչը ռեկորդ է դարձել երկրի ողջ պատմության ընթացքում։ Մասնագետները նախազգուշացրել են, որ եթե նման ինտենսիվ տեղումները շարունակվեն ավելի քան 3 օր, ապա շատ շենքերի տանիքները կարող են չդիմանալ։ Ձյան առատ տեղումների մի քանի օրվա ընթացքում ձնապկույտերի բարձրությունը տեղ-տեղ գերազանցել է 4 մետրը։ Փակվել են արագընթաց մայրուղիները և ազգային ճանապարհները։ Իսկ Օկունոտոյի շրջանում ճանապարհների ավելի քան 90%-ը, որտեղ տեղադրվել էր ձյան հալեցման համակարգը, վնասվել էր 2024 թվականի հունվարի 1-ին 7.6 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ, ինչի պատճառով անհնար է դարձել ձյան հալեցման սարքավորումների օգտագործումը։ Իսլանդիա։ Փետրվարի 5-ից 6-ը Իսլանդիան պատել է վերջին տարիների ամենաուժեղ փոթորիկներից մեկը, որը երկիր է եկել հարավից։ Երկրի գրեթե ողջ տարածքում գործում էր եղանակային վտանգի կարմիր մակարդակը։ Քամու ամենահզոր պոռթկումը վայրկյանում 66.3 մետր արագությամբ գրանցվել է Արևելյան Իսլանդիայի լեռնային օդերևութաբանական կայանում, ինչը ռեկորդային է դարձել վերջին 24 տարվա ընթացքում։ Իսկ երկրի 77 կայաններում քամու պոռթկումների արագությունը գերազանցել է վայրկյանում 40 մետրը։ Դրա հետևանքով Կեֆլավիկ միջազգային օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթներ։ Տարերքը ենթակառուցվածքների լուրջ խախտումներ է առաջացրել, վնասվել են օպտիկամանրաթելային և էլեկտրական մալուխները։ Տներին զգալի վնաս է հասցվել։ Քամին կոտրել է պատուհաններն ու պոկել տանիքածածկերը, իսկ տեղատարապ անձրևները հեղեղել են քաղաքի փողոցներն ու տների նկուղները։ Փոթորիկն ուղեկցվում էր ամպրոպով և կայծակով, որը տեսանելի էր ամբողջ Իսլանդիայում, ինչը երկրի սուբարկտիկական կլիմայի համար, հատկապես ձմռանը, բացարձակապես հազվադեպ երևույթ է։ Բրազիլիա։ Բրազիլիայի Պերնամբուկո նահանգում 2 օր տևած հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և բազմաթիվ սողանքների։ Ընդամենը 3 ժամվա ընթացքում Ռեսիֆե քաղաքում թափվել է տեղումների ամսական նորման, իսկ 2 օրվա ընթացքում 200 մմ անձրև է տեղացել։ Սա փետրվար ամսվա բացարձակ ռեկորդ է այս քաղաքում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փոթորկի պատճառով դադարեցվել են դասերը դպրոցներում, չեն աշխատել պետական հիմնարկներն ու առևտրի կենտրոնները։ Ռեսիֆի մետրոյի կենտրոնական գիծը, որի անցանելիությունը կազմում է օրական 150,000 ուղևոր, դադարեցվել է։ Մեծ Ռեսիֆի ագլոմերացիայում 18 մունիցիպալիտետներ ամբողջությամբ կամ մասամբ մնացել են առանց ջրամատակարարման։ Ցավոք, զոհվել է 7 մարդ։ Անհավանական չափերի անտիցիկլոնը, որը ծագել է Սիբիրի տարածքում, ձգվում է ավելի քան 8000 կիլոմետր բրիտանական կղզիներից մինչև Ռուսաստանի հեռավոր արևելք։ Ռուսաստան։ Որոշ մասնագետների կողմից բարիք հրեշ անվանված, անտիցիկլոնը Ռուսաստանի եվրոպական մասում բերել է մթնոլորտային ճնշման բազմաթիվ ռեկորդներ։ Սանկտ Պետերբուրգում փետրվարի 8-ին ճնշումը գերազանցել է 1055 հեկտոպասկալը։
Սա փետրվարի համար առավելագույնն էր քաղաքի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Եղանակային նման անոմալիան ազդել է ոչ միայն եղանակից կախված մարդկանց առողջության, այլև տեխնիկայի վրա։ Որոշ մեքենաներում աշխատել է շարժիչի անսարքության ցուցիչը, check engine-ը։ Մասնագետների խոսքով դրա պատճառը կարող էր լինել տուրբինի ճնշման տվիչի գերբեռնվածությունը, որն առաջացել է անոմալ բարձր մթնոլորտային ճնշմամբ։ Պուլկովոյի օդանավակայանում չեղարկվել են Սուխոյ Սուպերջեթ 100 ինքնաթիռների բոլոր չվերթները, քանի որ այդ ինքնաթիռների կրիտիկական սարքերը նախատեսված չեն 1050 հեկտոպասկալից բարձր ճնշման դեպքում աշխատելու համար։ Մոսկվայում գրանցվել է նաև 21-րդ դարում փետրվար ամսվա բարիք առավելագույն ռեկորդը։ Քաղաքում մթնոլորտային ճնշումը հասել է գրեթե 1035 հեկտոպասկալի, իսկ տարածաշրջանի համար փետրվարի նորման կազմում է 996 հեկտոպասկալ։ Բոլորը գիտեն, որ ձմռանը անտիցիկլոնը բերում է պարզ ցրտաշունչ եղանակ, բայց այս անգամ, երբ մթնոլորտային ճնշումը նորմայից բարձր է 30 միավորով, հակառակ կանխատեսման ժամանակակից մոդելներին, Մոսկվայի մարզում երկինքը ծածկված էր խիտ անպամացությամբ և նույնիսկ ձյուն էր գալիս։ Այս անոմալիան մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել։ Հերթական անգամ իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկությունը շատ քիչ բան գիտի կլիմայի հետ կապված իրադարձությունների մասին և պատրաստ չէ նոր բնական անոմալիաների։ Ինչ եք կարծում, մեքենաների սեփականատերերից մեկը կարող էր կանխատեսել, որ անտիցիկլոնը նրանց նման խնդիրների առաջ կդնի, բայց չէ որ անգամ սա չէ ամենասարսափելին։ Մեր համայնքում ամեն ինչ, ներառյալ կարևոր ենթակառուցվածքը, կախված է էլեկտրոնիկայից, որը կարող է ձախողվել բնական երևույթների ազդեցությունից։ Առայժմ մենք տեսնում ենք թաքնված ռիսկերի միայն մի փոքր մասը, որոնք դեռ կբազմապատկվեն կլիմայական աղետների աճով պայմանավորված։ Մենք պետք է պատրաստ լինենք առաջիկա մարտահրավերներին, իսկ դրա համար անհրաժեշտ է միավորել մոլորակի գիտական ներուժը, որպեսզի ավելի խորը ուսումնասիրենք կլիմայական ճգնաժամի պատճառները, վերհանենք դրա բոլոր թաքնված վտանգները և ամենակարևորը, գտնենք դրա վերջնական լուծման ճանապարհը։